Շրջանների միջև կյանքը մեկ օրվա տարբեր իրադարձություններում գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսում մեկտեղվել են վերջին 2 տասնամյակի գործերը։ Մի քանի 100-ն անցնող կտավներից ընտրանի հավաքելը հեշտ չի եղել։ Եթե կնկատեք, պատերը ամբողջ սյուժետայինի վրա դրվեց ամբողջ, ուրեմն հիմքը գունայինը նաև պահպանելով, որովհետև եթե իրական Արթուրի ամբողջ ստեղծագործությունները ցույց տան, երևի մի քանի նման ցուցասրահ մենք միաժամանակ կարող էինք, այսպես ասած, ցուցադրել։ Նկարչի անցյալի եւ ներկայի բազմաբնույթ կտավները լրացնում են մեկը մյուսին։ Ցուցահանդեսը յուրօրինակ զրույց է գույնի եւ բովանդակության։ Հովհաննիսյանի վերցնած գործերի առանցքում մեծամասամբ քաղաքն է եւ քաղաքային կոլորիտը, որտեղ ոչ միայն մարդիկ են, փողոցներ եւ անցուդարձ, այլև խորհրդանշական իրեր ու դետալներ։ Ինձ հետաքրքրել են, միշտ հետաքրքրել են տարբեր իրողություններ եւ այն ինչ կյանքի հետ է կապված եւ նաեւ միաժամանակ ալեգորիկ, աստվածաշնչյան իրողություններ եւ թերևս հենց այդ սիրո եւ այդ հետաքրքրության դրսևորումներ են այն աշխատանքները, որոնք որ դուք նշեցիք, բիբլիական աստվածաշնչյան հիմքով, որտեղ որ այնուամենայնիվ ես փորձել եմ որոշակի դիտանկյուն, որոշակի բովանդակային, այսպես ընդլայնում կամ փոփոխություններ կատարեմ։ Հատվող կամ բաժանվող քաղաքային ճանապարհներ, խաչմերուկներ, հանգույցներ, լուսավոր կամ ոչ այդքան շենքեր, փոխադրամիջոցներում հույզեր թողնող մարդիկ, գեղանկարչի ներկապնակը թավ գույների ամբողջություն է։ Անահիտ Բախշյանը Արթուրին գիտի նրա պատանի տարիքից, ուսուցիչն է եղել, հիշում է դպրոցական տարիներին զգացվում էր ստեղծագործական տարբերվող ջիղունի։ Միշտ հետևել եմ իր հետագիծը, հետագծին ու միշտ հիացել եմ եւ առաջին անգամ չէ որ մասնակցում եմ իր ցուցահանդեսին, հպարտ եմ իրենով, բացառիկ կարգին մարդ է, տաղանդավոր տղա։ Երբ աքաղաղը կանչի Հիսուսին մատնելու եւ խաչելու պատմության յուրօրինակ մեկնաբանությունը արարվել է Սուրեն Սաֆարյանի աչքի առջև։ Ուսանողական տարիներից միմյանց ճանաչող նկարիչները սովորել են նույն արվեստանոցում։ Նկարիչների միության նախագահը հիշում է, այս կտավը վրձնելիս Հովհաննիսյանը ինչ սրտացավությամբ էր աշխատում։ Դիպչում է բոլոր իրադարձություններին, բոլոր կետերին մեր երկրի եւ ընդհանրապես համաշխարհային առումով դա կարող եմ հավաստիացնել, նա ունի շարք մեր Երևանին նվիրված, ունի շատ մեծ շարք ունի ուրեմն հոգևոր թեմային հատկացրած, պարզապես փոքր մանրուքներ, որոնք չեն վրիպել ուրեմն Արթուր Հովհաննիսյանի աչքից եւ դարձել են շատ հետաքրքիր ստեղծագործություններ։ Շրջանակների միջևը ցուցադրություն է սեփական մտքի ու ոճի հետ տարիների բովից երկխոսելու մասին։ Ժամանակի ընթացքում նկարիչը զարգացրել ու հարստացրել է ոճը, ամրապնդել անհատական տարբերվող ձեռագիրը։ Նրա ստեղծագործական փուլերը եզրագծված են ժամանակով, որտեղ ամեն մի տասնամյակ իր դեմքն ու ասելիքն ունի։ Շուրջ 70 գործ, գեղանկարչի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 13-ը։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։